Պուտինի եւ Ալիևի հանդիպումը Դուշանբեում առաջինն է երկար դադարից հետո։ Նրանք հանդիպել էին 1 սեպտեմբերին Չինաստանում, Շանհայի գագաթնաժողովի ընթացքում, հպանցիկ։ Պուտին-Ալիև տետ-ա-տետ զրույցում Ռուսաստանի նախագահը Ալիևին առաջարկել է հանդիպումը սկսել քննարկելով ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռի վթարի հետ կապված իրավիճակը։ Պուտինը հիշեցնում է, որ ինքն Ալիևից ներողություն է խնդրել, որ ադրբեջանական ինքնաթիռի ողբերգությունը տեղի ունեցել Ռուսաստանի երկնքում։ Ավիավթարի պատճառներից մեկը երկնքում 3 ուկրաինական անօդաչու թռչող սարքերի առկայությունն է եղել։ Ռուսաստանը կտա բոլոր պաշտոնատար անձանց գործողությունների իրավական գնահատականը եւ անհրաժեշտ ամեն ինչ կանի ինքնաթիռի կործանման հետ կապված փոխհատուցումների համար։ Ալիևի դեմքի արտահայտությունից դժվար է կանխատեսել։ Նա գոհ է Պուտինի բացատրություններից, թե ոչ։ Դուք անձամբ եք վերահսկում հետաքննության ընթացքը, եւ մենք կասկած չունեինք, որ օբյեկտիվորեն ամեն ինչ կկարգավորվի։ Վերլուծաբանները հաճախ էին հայտնում, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը կլուծեն իրար մեջ ունեցած խնդիրները, չեզոքացնելով նաև դիվանագիտական լարվածությունը։ Հորդորում էին հանրությանը շատ չողոքեվորվել այդ իրավիճակից։ Ռուսաստանն ու Ադրբեջանը ընդհանուր շատ շահեր ունեն, եւ այնպես չլինի, որ Հայաստանն այստեղ տուժի։ Կարելի է ակնկալել ռուս-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առաջին քայլերը։ Ես չեմ կարծում, թե այդ երկու երկրների միջև լարվածությունը այդքան լուրջ է եւ այդքան խորն է։ Կարծում եմ նրանք այնուամենայնիվ բազմաթիվ ընդհանուր շահեր ունեն եւ ի վերջո ընդհանուր լեզու կգտնեն։ Ում կողմն ավելի շատ կթեքվի Ռուսաստանը, Հայաստանի թե Ադրբեջանի։ Վաշինգտոնյան նախաստորագրված ու ստորագրված փաստաթղթերից հետո Փաշինյանը խոսեց ռուսական կողմի հետ, ներկայացրեց, թե ինչ փաստաթուղթ են ստորագրել, իսկ Ալիևն ինքը ոչ։ Ըստ վերլուծաբանների Հայաստանի հյուսիսային հարևանին այնպես չէ, որ դուր է գալիս ԱՄՆ ներկայությունը տարածաշրջանում։ Ինչն ի դեպ Բաքվի սրտով է։ Ռուսաստանին Թրամփի ուղին կտրում է Իրանից, որքան էլ Մոսկվան բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ողջունի արևմտյան հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այս իրավիճակում այդ ծրագիրը իրագործել հնարավոր չի։ Ինչու՞, որովհետև այնտեղ կանգնած են ռուս սահմանապահները։ Հայ-իրանական սահմանը, որտեղով պիտի անցնի ամենայն հավանականությամբ տրիպը։ Քաղաքագետի դիտարկմամբ Ռուսաստանին անհրաժեշտ է, որ Փաշինյանը տարբեր հարթակներից հակադրվի Ալիևին, երբ վերջինս Սյունիքով անցնող ճանապարհը Զանգեզուրի միջանցք է անվանում։ Հայաստանում Զանգեզուրի միջանցքին դեմ լինելն ըստ քաղաքագետի համընկնում է Ռուսաստանից ծրագրերի հետ։ Ռուսաստանին պետք է, որ Հայաստանը խիստ բացասաբար վերաբերվի այդ ճանապարհին, որտեղ Ռուսաստանը մասնակցություն չի ունենա։ Ըստ քաղաքագետի Հայաստանն ու Ադրբեջանը այնպես չէ, որ ցանկանում են Ռուսաստանի ներգրավվածությունը տեսնել հայ-ադրբեջանական բանակցություններում։ Ռուսաստանն էլ չի ցանկանում, որ Վաշինգտոնյան պայմանավորվածությունները Թրամփի ուղի նախագիծը կյանքի կոչվի։ Ռուսաստանը ինքը մասնակցություն չունի դրանում եւ հնարավոր բոլոր միջոցներով այնպես կանի, որ դա կյանքի չկոչվի։ Չեմ կարծում, թե Ռուսաստանը կտրուկ քայլերի կդիմի դա կանխելու համար։ Դա այն ծրագիրը չէ, որտեղ հնարավոր լինի ռուս-ամերիկյան համագործակցություն մեր տարածաշրջանում կոնկրետ ռիփ նախագծի շուրջ։ Հիմա ըստ Բաղդասարյանի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմը շարունակվում է բանակցությունների սեղանի շուրջ։ Հանգուցալուծում անպայման պետք է լինի։ Հակառակ դեպքում, ասում է, խաղաղության պայմանագիր չի ստորագրվի։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։